Երևանի Ալաշկերտը ղազախական Ելիմա Արգելքը հաղթահարելուց հետո Երևանում ընդունեց ՉՖՌ Կլուժին և ևս մեկ ոչ ոքի գրանցեց, թեև ուներ բոլոր շանսերը հաղթելու համար։ Պատասխան խաղի համար մենք մեկնում ենք Ալաշկերտի հետ միասին, այնտեղ, ուր վերջին անգամ եղել ենք 4 տարի առաջ։ Կլուժ-Նապոկա, որտեղ ունենք թողած բազմաթիվ լավ հիշողություններ և որտեղ էլ անցկացնելու ենք Ալաշկերտի հետ առաջիկա 2 օրը։ ЧՖՌ Բարի գալուստ Կլուժ-Նապոկա, ЧՖՌ Կլուժի մարզադաշտ, ավելի ճիշտ բարի վերադարձ, այսքան տարի անց, նորից այստեղ ենք, այս անգամ ЧՖՌ Կլուժի հետ մրցում է Ալաշկերտը, առաջին խաղը ինչպես և այն ժամանակ Փյունիկի դեպքում ավարտվել էր ոչ ոքիով Երևանում, և հիմա այստեղ նորից այս խառաչոներով հավաքած մարզադաշտում ЧՖՌ հնչյունների ներքո մեր թիմը պետք է փորձի կոնֆերենցիաների լիգայի 3-րդ որակավորման փուլի ուղեգիր ձեռք բերել։ Ես սպասում եմ նորից դրամատիկ սցենար և նորից 11 մետրանոցներ, թեպետ և հրաշալի կլինի, եթե մեր ֆուտբոլիստները կարողանան հարցերը լուծել 90 րոպեում։ Մի տեսակ կարոտ կա էլի, այս լավ հիշողություններ կա ստեղի հետ կապված։ Դուք գտնվում եք ուրիշ ֆուտբոլ յութուբյան ալիքում, ես Ռոբն եմ, եթե դուք չեք դիտել մեր հին վլոգը այստեղից Կլուժ Փյունիկ հանդիպումից, այն կարող եք գտնել նկարագրության հատվածում և վերհիշել այն, ինչու ոչ, իսկ մենք շարունակում ենք մեր վլոգը Ալաշկերտի և Կլուժի դիմակայությունից։ Իդեպ ասեմ, սա մեր 74-րդ վլոգային տեսանյութն է, և եթե դեռ չեք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ յութուբյան ալիքին, անպայման արեք դա։ Դրեք լայք և անպայման գրեք մեկնաբանություններում, կիսվեք ձեր տպավորություններով ЧՖՌ Կլուժ Ալաշկերտ դիմակայությունից։ Իսկ կարող է ջրվենք հեսա։ Հանգիստ եղեք, չենք ջրվել։ Նկարագրությունում կարող եք գտնել Վահե Գևորգյանի նախախաղային ասուրիսը և թիմի մարզումը։ Ինչ պլաններ ունենք այսօր Արման։ Այսօր դու պիտի ասես ինչ պլաններ ունեք։ Դու ես ծանոթ այս սքանչելի քաղաքին։ Սքանչելի ձեր ասելով, չգիտեմ դեռ։ Իսկ ես կասեմ։ Դե կասես։ Վերհիշեք մի հատ այս մարզադաշտը։ Կլուժի մարզադաշտը, որը Փյունիկի հետ խաղի համեմատությամբ ոչնչով գրեթե չի փոխվել։ Միայն գովազդներն են փոխվել, մնացածը լրիվ նույնն է, և ես այսօր այս նոստալգիկ տրամադրությունները վերապրելով վաղը ևս սպասում եմ այստեղ նույն թեժ մթնոլորտը և նույն կարևորության հաղթանակը Ալաշկերտի կողմից։ Սուրեն, ինչպես կբնութագրես այս դիմակայությունը։ Ինձ թվում է շատ հետաքրքիր դիմակայություն է և մենք գիտենք ինչ հետաքրքիր նախապատմություն ունի հայկական ակումբի և Կլուժի միջև հանդիպումը, դիմակայություն առհասարակ ու եթե անկեղծ մտածում եմ, որ վաղը այստեղ Ալաշկերտը մոտավորապես մի այդպիսի խաղ է անցկացնելու, ինչպես տարիներ առաջ Փյունիկն անցկացրեց, մի փոքր էլ դրամատիկ բնականաբար վերջաբանով, սցենարային առումով ինչ-որ նմանություններ կարծում եմ լինելու են և վստահ եմ, որ Ալաշկերտը դրական արդյունք է գրանցելու։ Իսկ քո մոտ էլ է այն տպավորությունը, որ Կլուժում շատ ցավոտ են տանում այդ պարտությունը Փյունիկից և մինչև հիմա դա վերհիշում են շատ մեծ ցավով ու միգուցե և սպասում են նույնպիսի ընթացք։ Իհարկե մինչև մոտավորապես մի 15-20 րոպե առաջ ժամանակահատվածը կարող ենք ենթադրել, որ կարող է այդպես լինել, բայց քիչ առաջ մենք համոզվեցինք, որ դա այդպես է, որովհետև իրենց միակ լրագրողը, որը ներկայացել էր պարոն Գևորգյանի նախախաղային ասուլիսին, հիմնական մեխը հենց այսպես կծելն էր, հիշում եք տարիներ առաջ այն հաղթանակը 5-0 հաշվով եւ այլն, բայց դա մեր մարզիչն շատ ճիշտ պատասխան տվեց, ասելով, որ այն Ալաշկերտն ու այս Ալաշկերտը շատ տարբեր են, թե մարզչական շտաբի, թե ֆուտբոլիստների առումով։ Այստեղ ցավոտ հիշում են եւ ես հուսով եմ, որ այս պատասխան հանդիպումը ել ավելի կմեծացնի նրանց ցավը զուտ ֆուտբոլային առումով։
Ալաշկերտի նախախաղային մարզումն ավարտվեց եւ ժամանակն էր վերադառնալ հյուրանոց, մի փոքր շունչ քաշելու եւ վերջապես դուրս գալու Կլուժ Նապոկայով զբոսնելու եւ մի լավ ժամանակ անցկացնելու։ Իհարկե, որպես այստեղ ժամանակին կռված, ես առաջնորդում էի մեր երեկոյան միջոցառումների ընթացակարգը։ Տաքսիով 10-ից 15 րոպեում մեր հյուրանոցից հասանք քաղաքի ամենակենտրոն, որտեղ էլ ավարտեցինք երեկոն իմ սիրելի գրող Էմիլ Զոլայի փողոցի մոտակայքում գտնվող փաբում, ուր հրաշալի կարտոֆիլ էին տալիս ու տեղական բուլգուր գարեջուր։ Առավոտ մուտնան 0-0 վերկաց 10-ին արդեն մոլում էինք, ման էինք գալիս մամուլում ինչ-որ մի տող գրված այսօրվա խաղի մասին, շատ էին Ֆորմուլա 1-ի մասին տարբեր բաները, ես իհարկե գնեցի SIM card, որ ինտերնետ ունենամ եւ իհարկե Panini ստիկերներ, ադրենալին, Match Attacks, Turbo Attacks, որից էլ դուրս եկավ Իսակ Աջարի Gold Reflector card-ը, իսկ Աբելյանը թերթ է փնտրում։ Աբելյանը շարունակում է փնտրել թերթ, որի մեջ կարող է լինել ինֆորմացիա այսօրվա հանդիպման մասին, բայց ապարդյուն ինչպես տեսնում եք։ Առաջ ընկնելով ասեմ, որ այդպես էլ չգտավ։ Այս պահին հյուրանոցում ենք, պետք է մեկնենք շուտով մարզադաշտ, բայց ուշադիր հետևում ենք երկու հանդիպումներին, որոնք արդեն մեկնարկել են։ Խաղի ժամն է արդեն, մենք ուղևորվում ենք արդեն մարզադաշտ, իսկ Նոան արդեն հաղթում է 1-0 Գոր Մանվելյանի գոլի շնորհիվ։ Գնացինք։ Ո՞ւր դե նայեք։ Պրոստը նայեք էլի։ Մենք արդեն Կլուժի մարզադաշտում ենք, խաղային օր կոնֆերենցիաների լիգա երկրորդ որակավորման փուլ պատասխան հանդիպում։ Կլուժ Ալաշկերտ։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, անպայման արեք դա։ Դրեք լայք այս տեսանյութին եւ իհարկե միացրեք զանգակը։ Այսօր մեզ սպասում է յուրահատուկ փորձառություն։ Մենք դիտելու ենք խաղը հենց դարպասների հետևից եւ այն դարպասների, որտեղ հարձակվելու է Ալաշկերտը։ Հետևեցինք մի փոքր նախավարժանքին, զբոսնեցինք մի փոքր էլ մարզադաշտով, բարևեցինք հերթով բոլորին, ողջունեցինք նրանց խաղադաշտում եւ իհարկե գնացինք հետևելու մեր թիմերի հանդիպումներին, որոնք այդ պահին դեռ ընթանում էին։ Ծանոթացանք թիմերի մեկնարկային կազմերին եւ վերադարձանք մարզադաշտ հետևելու խաղին։ Կլուժի մարզադաշտը լցվեց միայն հանդիպման մեկնարկին, իսկ մեր երկրպագուները արդեն տեղում էին, կախել էին դրոշները եւ պատրաստվում էին աջակցել Ալաշկերտին ամբողջ խաղի ընթացքում։ Հա նաեւ փոքրիկ երեխաները, որոնց նաեւ ողջունեցինք մենք եւ անցանք նրանց միջանցքով։ Նրանցից ոմանք իհարկե բավական թշնամական դրամադրված։ Րոպեներ են մնացել Կլուժ Ալաշկերտ խաղի մեկնարկին եւ արդեն մեկնարկային կազմերն են այստեղ հայտարարում, մերը տենց իսկ իրենցը լսում եք։ Էս էլ իրենց մասկոտը։ Ահա նաև ստադիոնի հաղորդավարը։ Թիմերը խաղադաշտում են, մենք խոտածածկի անմիջական հարևանությամբ եւ արդեն մոտ է հանդիպման մեկնարկը, հաջողություն մաղթենք Ալաշկերտին եւ գնանք հետևելու դարպասի հետևից։ Հայտնի երգը, որը միշտ հնչում է ոդքասթի եթերում, երբ խոսքը գնում է ՉՖՌ Կլուժի մասին։ Մեր թիմը առաջինը հարձակվելու է այն դարպասին, մենք էլ գնում ենք աղասի հետ այն դարպասի հետևը, որպեսզի տեսնենք մեր թիմի խփած բոլոր գոլերը։ Առաջ Ալաշկերտ, հանդիպումը մեկնարկեց։ Քանի առիթ է խոսեմ մեր թիմերի մնացած արդյունքներից,
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Նոան 2-1 հաշվով հաղթեց Զիմբրոին, իսկ Փյունիկը տանը 0-0 խաղաց, բերեց վարկանիշային միավորներ, բայց չանցավ հաջորդ փուլ, ցավոք։ Հանդիպման երրորդ րոպենա բաց թողեցինք, բայց այստեղ ոչ մի ահավոր բան չկա։ Շատ այն սցենարով է, որը սպասում էինք եւ ամեն դեպքում դեռ ամբողջ խաղն առջևում է։ 10 րոպե էլ չանցավ կարմիր քարտ։ Ինչի համար։ Չէ դե լավ, էս ինչ թարս է գնում ամեն ինչ։ Կարմիր քարտը որտեղից հորինեց։ Գևորգյանը փոխարինում է պատրաստել։ Շատ ծանր է դասավորում, բայց մեկը պետք է հաղթել։ Սաղ մեր դեմը հորսարին պետք է գրենք։ 30-րդ րոպեն է հանդիպման։ Շուֆերն անկյունային է իրացնում եւ Արսեն Բեկլյանը վստահ վերցնում է գնդակ, արագ հակագրով կարող են կանել։ Վտանգավոր խախտում էր։ Վերջապես մեր երկրպագուներն էլ ակտիվացան։ Առաջին խաղակեսի վերջն է արդեն 41-րդ րոպե։ Կարպասաձողը մեզ փրկեց վատ անդրադարձից հետո մի քանի պահ ունեցավ Ալաշկերտը, բայց առանձնապես սուրճ չէին դրանք։ Չգիտեմ, շատ դժվար է լինելու այսօր հաշիվը հավասարացնել, բայց նենց չի որ անհնար է։ Օրա նորից դարպասաձողը, այս ինչ է։ Չոփարն երկրորդ խփեց։ Առաջին խաղակեսն ավարտված է, ՉՖՌ-ն հաղթում է 2-0 հաշվով։ Դժվար կլինի ինչ-որ բան փոխել երկրորդ խաղակեսում, բայց տեսնենք, հուսանք։ Երկրորդ խաղակեսն է մեկնարկում, Ալաշկերտ դավայ հլը, դավայ։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը և մերոնք անմիջապես նետվում են առաջ։ Մրցավարը վերջապես դեղին քարտ ցույց կտա Կլուժի ֆուտբոլիստներին, թե չէ։ Խաղի ավարտին լուսատախտակին 3-0 հաշիվն էր վարվում, տանտերերը կարողացան խոշոր հաշվով հաղթանակ տանել և նվաճել կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլի ուղեգիր։ Մենք երկու տարբեր ЧՖՌ տեսանք Կլուժում և Երևանում։ Այո, ցավոք այդ օրը Ալաշկերտինը չէր, ոչ մի առումով խաղը չստացվեց, իսկ արագ գոլն ու կարմիր քարտը նպաստեցին Կլուժի առավելության էլ ավելի մեծանալուն։ Բայց ոչինչ, Ալաշկերտը դեռ իր պատմությունը կգրի Եվրոպայում։ Ահա եւ վերջ, ավարտվեց Ալաշկերտի եվրագավաթային ուղևորությունը, ահա այստեղ ЧՖՌ Կլուժի մարզադաշտում։ Ուրիշ ֆուտբոլը շարունակում է հետևել հայկական ակումբների ելույթներին եվրագավաթներում։ Բարով տեսանք։ Շատ անհամատեղելի է։